ناو هواپیمابر آبراهام لینکلن ارتش آمریکا با 4 Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է ԱՄՆ ռազմածովային եւ ցամաքային թիրախների դեմ իրականացված նախադեպը չունեցող եւ լայնածավալ ռազմական գործողությունների մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն իրանական հարվածների հիմնական կիզակետում է հայտնվել ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը, որը խոցվել է 4 թևավոր հրթիռներով, ինչից հետո ռազմանավը հարկադրված լքել է իր դիրքերը եւ շարժվել դեպի Հնդկական օվկիանոսի հարավ-արևելք։ Ըստ իրանցի զինվորականի Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի Ալ-Սալեմ ռազմածովային բազան ամբողջությամբ դուրս է բերվել շարքից, իսկ Մուհամմադ Ալ-Ահմադ բազայի 3 կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներ ոչնչացվել են։ Իրանական կողմը հայտնել է, որ Բահրեյնում եւ տարածաշրջանի այլ բազաներում բալիստիկ հրթիռներով հարվածների հետևանքով սպանվել է շուրջ 560 ամերիկացի զինծառայող։ Ամերիկյան կողմը ոչ երկել եւ ոչ էլ հաստատել է այս տեղեկությունը։ Զուգահեռաբար Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում հրթիռային հարվածների են ենթարկվել ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային պատկանող 3 նավթակիր տանկերներ։ Հորմուզի նեղուցի փակման պատճառով նավթի համաշխարհային գները մեկ օրում աճել են մինչեւ 13%։ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի կործանիչները մի քանի փուլով հաջողությամբ ռմբակոծել են ԱՄՆ հենակետերը Պարսից ծոցի երկրներում եւ Իրաքյան Քուրդիստանի տարածքում։ Իրանի ռազմական ղեկավարությունը շեշտել է, որ այս գործողությունները պատասխան են թշնամական ուժերի գործողություններին եւ ուղղված են տարածաշրջանից օտարերկրյա ռազմական ներկայության վերացմանը։ Իրանի դեմ ռազմական գործողությունը կարող է տևել 4 շաբաթ կամ ավելի քիչ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Երկրի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ Իրանի հեղափոխական պահապանների կորպուսն այլևս շտաբ չունի։ Հայտնում են, որ կիրառել են հատուկ հնարավորություններ, որոնց մասին չեն կարող պատմել։ Սրան զուգահեռ Պարսից ծոցի երկրները սպառնացել են պատասխան տալ Իրանին, միանալով ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներին։ Մեծ Բրիտանիան էլ հավանություն է տվել ԱՄՆ-ի խնդրանքին օգտվել իր ռազմական բազաներից Իրանում հրթիռների պահեստներին հարվածներ հասցնելու համար։ Երկրի վարչապետ Քեյր Սթարմերը սակայն հայտնել է, որ նրանք չեն միանա հարվածներին։ Աշխարհաքաղաքական ցնցումների կիզակետում հայտնված Թեհրանում սև դրոշ են բարձրացրել։ Իրանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներում հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են հարգանքի տուրք մատուցելու Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեյիի հիշատակին։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ կուրծք ծեծելով վանկարկում «Կորչի Իսրայելը»։ Իրանական դրոշների ու «Իմ նահատակ առաջնորդ, քո ուղին կշարունակվի» գրությամբ պաստառները, պարզած ցուցարարները երթվում են չներել տեղի ունեցածը։ Mothers of all American soldiers Բոլոր ամերիկացի զինվորների մայրերը լաց կլինեն առաջիկա օրերին, որովհետև մենք թույլ չենք տա հարվածել մեր ղեկավարությանը եւ պարզապես հեռանալ, հայտարարել է ցուցարարներից մեկը, արտահայտելով բազմության մեջ տիրող ընդհանուր տրամադրությունը։ Սքացողների համար Խամենեին ոչ միայն քաղաքական առաջնորդ էր, այլև հոգևոր հայր, ում կորուստը նրանք ընկալում են որպես անձնական ողբերգություն։ Մինչ փողոցներում հնչում են վրեժի կոչեր, Իրանի իշխանական վերնախավը փորձում է կայունացնել իրավիճակը։ Առավոտյան Թեհրանում տեղի ունեցել եռանդամ ժամանակավոր ղեկավարության խորհրդի երկրորդ նիստը։ Նիստին մասնակցել են նախագահ Մազուդ Փեզեշքյանը, գերագույն դատարանի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեյը եւ գերագույն առաջնորդի ժամանակավոր փոխարինող Այաթոլլա Ալիզերա Արաֆին, ովքեր համաձայն սահմանադրության 111-րդ հոդվածի ստանձնել են երկրի կառավարումը մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Գերմանիան լրջորեն քննարկում է Իրանի դեմ պատերազմին միանալու հնարավորությունը։ Գերմանական աղբյուրների փոխանցմամբ արդեն իսկ իրականացվում է ռազմական գործողությունների համատեղ պլանավորում Միացյալ Նահանգների հետ։ Ըստ շրջանառվող տեղեկության, Բեռլինը կարող է կամ անմիջականորեն մասնակցել պատերազմին, կամ ռազմական լայնածավալ աջակցություն տրամադրել։ Այս զարգացումներին զուգահեռ իր դիրքորոշումն է հստակեցրել նաև Ֆրանսիան։ Պաշտոնական Փարիզը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Պարսից ծոցի երկրների հակամարտությանը։
It is definitely Իրանի կահնկեց վերջին շահի որդին Ռեզա Փահլավին անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին շեշտել է, թե Իսրայելի հետ ռազմավարական գործընկերությունն ունի կենսական նշանակություն տարածաշրջանի համար։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, նշելով, թե նա Իրանի պատմության մեջ կմնա որպես ամենահարգված օտարերկրյա առաջնորդներից մեկը։ Իր քաղաքական հավակնությունների մասին խոսելիս Փահլավին պարզաբանել է, որ չի ձգտում դառնալ ապագա թագավոր կամ նախագահ, այլ իրեն տեսնում է որպես անցումային շրջանի առաջնորդ, ում իր խոսքով Իրանի ժողովուրդը վստահում է երկիրը նոր փուլ տեղափոխելու համար։ ԱՄՆ սենատոր Գրեմը հայտնել է, որ թեև Փահլավին ունի անցումային շրջանի որոշակի ծրագրեր, սակայն միայն իրանցի ժողովուրդը պետք է որոշի։ Նա համապատասխանում է, թե ոչ։ Գրեմը նշել է, որ նոր Իրան ստեղծելու գործը պետք է լինի հենց իրանցիների ձեռքերում, այլ ոչ թե Ամերիկայի։ Ըստ սենատորի, եթե ԱՄՆ-ն չեզոքացնում է իրեն սպառնացող վտանգը, դա դեռ չի նշանակում, որ նա պարտավոր է պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչ տեղի կունենա երկրում դրանից հետո։ Reuters պարբերականի հարցման համաձայն ամերիկացիների ընդամենը 27%-ն է պաշտպանում Իրանի վրա ԱՄՆ հարձակումը։ Միջազգային հանրությունը մտահոգությամբ է հետևում իրավիճակին։ Չինաստանը կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը։ Միևնույն ժամանակ Էկվադորի նախագահը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգի հետ քննարկելու տնտեսական գործակցությունը, բայց նաև դատապարտել է տարածաշրջանային կայունությունը խաթարող հարձակումները։ Իրանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում Չինաստանի 18 բնակիչ, արդեն տարհանվել է Ադրբեջան։ Միացյալ Նահանգների ղեկավարությունը քննարկում է Կուբայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։ Ատլանտիկ պարբերականը հղում անելով իր աղբյուրներին հայտնել է, որ Վաշինգտոնն այս հարցում ոգեշնչվել է Վենեսուելայի և Իրանի նկատմամբ կիրառված նմանատիպ քայլերի հաջողությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը կարծում են, որ իրենց ներկայիս արտաքին քաղաքական քայլերն արդյունավետ են և ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի։ Թրամփն իրեն համարում է նորագույն պատմության առաջին ամերիկացի առաջնորդը, ով վճռական քայլեր է ձեռնարկում այն հարցերում, որոնց նախկին նախագահները չեն համարձակվել մոտենալ։ Նրա նպատակն է թողնել այնպիսի քաղաքական ժառանգություն, որն ի նշանակությամբ կգերազանցի նախկին նախագահներ Ռիչարդ Նիքսոնի, Ջիմի Քարտերի և Ռոնալդ Ռեյգանի ձեռքբերումները։ Վաշինգտոնում համոզված են, որ Հավանայում իշխանափոխությունը վճռորոշ նշանակություն ունի արևմտյան կիսագնդում ԱՄՆ-ի լիակատար գերիշխանությունը հաստատելու համար։ Հատկանշական է, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել էր, որ Ամերիկան կարող է ընկերաբար զավթել Կուբան։ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունից անկախության հռչակագրի հղումը հանել կամ չհանելու հետ կապված դեռևս որոշում չկա։ Այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նախարարը վերահաստատել է, որ նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի այս ամիս։ Նրա խոսքով դեռևս պատրաստ չեն սահմանադրության նախաբանը եւ առաջին գլուխը, իսկ անկախության հռչակագրի հարցը դեռ մնում է բաց։ Տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ ստացվեն տեքստի փոփոխության հետ կապված։ Այսինքն մենք բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ, տեքստը լինելու է խիստ նախնական, քննարկելի, որպեսզի մեր հանրությունը ծանոթանա եւ ներկայացնի իր կարծիքը, ոչ միայն հանրությունը, այլ նաեւ մասնագիտական հանրույթը եւ նաեւ մյուս գործընկերները։ Մասյացոտնի թեմի եկեղեցականներն անհամաձայնություն ու մտահոգություն են հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշման վերաբերյալ, որն իրենց փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույց հռչակված Արման Սարոյան անունով աշխարհական անձին։ Այս մասին ասված է Մասյացոտնի թեմի հայտարարության մեջ։ Տվյալ որոշումն անհամատեղելի է եկեղեցու կանոնական կյանքի եւ մեր քահանայական կոչման ու ծառայության հետ։ Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ, երբ եպիսկոպոսը կարգալույծ է հռչակվում իրավասու եկեղեցական իշխանության կողմից եւ վերադառնում աշխարհական կարգավիճակի, զրկվում է եպիսկոպոսական իշխանություն իրականացնելու իրավունքից, այդ թվում նաեւ թեմ կառավարելու կանոնական առաքելությունից, մասնավորապես ասվում է թեմի հայտարարության մեջ։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Հայաստանի կրթության եւ գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 893 միլիոն դրամից ավելի գումար որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Լևոն Մկրտչյանը Հայաստանի կրթության ոլորտը գլխավորել է 4 անգամ, ընդհանուր առմամբ պաշտոնավարելով մոտավորապես 8 տարի։ Դիլիջանի սպիտակի եւ ոսկեպարի ոլորանները, Վանաձորից Սպիտակ, Ալավերդիից, Դիլիջանից եւ Ստեփանավանից Վանաձոր եւ Չիվա բնակավայրից միջև Զանգակատուն ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ Վարդենյաց Լեռնանցքը Գյումրի Բավրա ավտոճանապարհը դժվար անցանելի է։ Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում եւ Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։